Բարի լույս ենք ասում նորից մեր հեռուստադիտողներին, ովքեր որ միացան մեզ, իսկ Անուշը արդեն հայտնվել է խոհանոցային տաղավարում, Անուշին ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս եւ բարի գալուստ Միկա ջան։ Շնորհակալություն։ Մեր ջերմ եւ գեղեցիկ ընտանիք, որ կոչվում է Առավոտ լույսը։ Կամ առաջին ալիք։ Եվ այսօր պատրաստելու ենք պիցա, քանի որ պիցայի մասին շատ խոսեցինք եւ պիցայի օրն է այսօր, բայց պատրաստելու ենք իտալական պիցա թավայի վրա։ Հետաքրքիր իմպրովիզ։ Հեշտ եւ արագ տարբերակ։ Ըստ բաղադրիչների ինչ եք կարծում, ինչ պիցա է լինելու։ Միկան հաստատ կասի։ Միկա ասա։ Լոլիկ, Պանիր։ պանիր, բազիլիկ, Եթե կա բազիլիկ եւ մոցարելա, լոլիկ, մարգարիտա պիցա։ պիցա կապրեզե։ Բայց ես չեմ տեսնում մեր սոուսը այդ դեպքում։ Այստեղ է։ Արդեն դու գաղտնիքը չէիր ասել, Անուշ։ Այո, ասեմ, որ մենք ուրեմն թավայի վրա լոշիկը տաքացնում ենք մի փոքր, կարմրացնում ենք եւ հիմա պետք է շատ արագ, ընդամենը մի քանի րոպե եւ պատրաստ է պիցան ու շատ արագ է ստացվում, ջեռոցում չենք տեղավորում։ Միանգամից թավայի մեջ։ Այո, հիմա դնում ենք։ Ես ինձ հազիվ եմ զսպում, որ չգամ եւ չհայտնվեմ այդտեղ եւ Ես կբռնեմ քեզ։ հմուտ Մի գնա, մի գնա։ Դու հիմա որ գայի պետք է մի լավ խմոր պատրաստեիր իրական ձևով, չէ։ Գիտես Անուշ, քիչ առաջ խոսում էինք այն մասին, որ Միկան մենք գիտենք, որ շատ համեղ է պատրաստում, բայց չգիտենք, որ կարող է գաղտնիքներով լի իտալական խմոր պատրաստել պիցայի համար։ Կապացուցեմ դա։ Մենք հավատում ենք քեզ։ Եվ հիմա ասեմ, պետք է ուրեմն այս լոշիկները ուղակի այսպես երկու կողմից մի փոքր կարմրացնում ենք։ Չէ, ես չեմ դիմանում գայթակղությանը, ես գալիս եմ։ Միկան ուզում է գալ եւ քո կողքին լինել խոհանոցում։ Ես չդիմացա գայթակղությանը։ Ես սիրով կհետևեմ ձեր աշխատանքին։ Ես քեզ հասկանում եմ, Միկա, որովհետև ես էլ ուղակի հերվից չեմ կարող նստել ու նայել, թե ինչպես է ինչ-որ մեկը խոհանոցում աշխատում։ Պետք է անպայման գա։ Այստեղից ավելի լավ է։ Ավելի լավ է, ավելի հարմարավետ։ Մանե մխոյա։ Օ, շնորհակալություն։ Ինչ անեմ։ Դե որ եկել ես, կարող ես լոլիկը կտրել։ Կտրես լոլիկը։ Այս դանակով։ Դանակ կարող ես այդտեղից վերցնել։ Կամ հենց այս դանակով կտրի, եթե քեզ ավելի հարմար կլինի։ Կտրում ենք կլոր։ Այո, որպեսզի դնենք գեղեցիկ։ Ես ասեմ, որ մենք ունենք այստեղ պեստո սոուս եւ կապար, որը որ շատ յուրահատուկ համ կտա։ Ու այս բաղադրատոմսով, այս արագ պիցան մեր տանը դարձել է համար 1 ուտեստը, որովհետև արդեն եւ որդիս եւ դուստրս բոլորը պատրաստում են, շատ հանգիստ կարողանում են ինքնուրույն պատրաստել, այնպես որ Անուշ, պետք է խնդրեմ նաև ուշադրություն դարձնես Միկայի աշխատանքի տորեն է կտրում։ Այո, մենք իհարկե այս եթերաշրջանի հենց առաջին օրը միասին խոհանոցում հետաքրքիր բաղադրատոմսով հանդես եկանք եւ տեսա, թե դու որքան գեղեցիկ ես կտրում ու ինչքան ես սիրում խոհանոցը, Միկա։ Գեղեցիկ եւ փոփուշ։ Ինչ ենք անում։ Սպասում ենք, Սպասում ենք դա կա։ այո, մի փոքր Իսկ այս տապակվի ու պետք է քերենք այդ պանիրը նաեւ։ Թույլ չի տալիս ես աշխատեմ։ Շատ լավ է, խնդրեմ։ այս պանիրը։ Մոցարելան, այո։ Մոցարելան կիսում ենք երկու մասի։ Այո։ Այսօրը կլինի նաև այն ապացույցը, որ ասում են տղամարդիկ խոհանոցում ավելի համեղ են պատրաստում։ Կարող ես դու ոչինչ չանել, Միկան պատրաստի։ Այդպես է, դա մենք հավատում ենք։ Մենք հավատում ենք։ Ես հենց հիմա երջանիկ եմ։ Հիանալի է։ Ժպիտը դեմքին է եկել։ Դա սերն է խոհանոցի նկատմամբ։ Անուշ, ես առաջարկ ունեմ։ Քանի որ դու մեր Առավոտ լույսոյի շեֆ խոհարարն ես եւ ստեղծում ես նոր համեր, կարող ես հիմա պարզապես խորհուրդներով օգնել Միկային, թե որից հետո ինչը պետք է անել եւ Միկան էլ պատրաստի։ Ես քո օգնականն եմ։ Այո, հրաշալի է ուղղակի։ Հիմա ասեմ այստեղ մինչև կքերի պանիրը, մենք մի փոքր դեղին պանիր ենք այստեղ ավելացնում։ Եվ արդեն մի փոքր տաքացրած մեր եւ տապակված լոշիկը դնում ենք երկրորդի վրա։ Ու ինչ ենք անում այստեղ, տոմատի մածուկ ենք ավելացնում մի փոքր։ Հոտը գալիս։ Եվ մեզ անհրաժեշտ է լինելու Միկա, մի փոքր պարմեզան քերել, կարող ես պարմեզան քերել, այո, մինչև մենք ավելացնենք այստեղ։ Պարմեզանը քերում ենք փոքրիկով։ Այո, ամեն ինչ գիտի, տեսնում եք։
Մի փոքր այստեղ օրեգանո ենք ավելացնում։ Բայց պարմեզանը շատ չենք կերում, չէ՞։ Այո, շատ չէ, բայց բավական է այսքանը։ Մի փոքր է։ Եվ հիմա լոլիկներն ենք դասավորում։ Փոխանցես ինձ լոլիկները։ Հիմա քո օգնականը կանի ամեն ինչ։ Մի փոքր ցածրացնենք։ Իտալական երաժշտություններ այստեղ պակաս։ Գուցե մեր գործընկերները լսեն քո խնդրանքը եւ ընդհանրապես 1 վայրկյան։ Ես որովհետև երբ որ տանը պատրաստում եմ, օրինակ եթե պիցա եմ պատրաստում, կամ օրինակ pesto sauce, անպայման միացնում եմ իտալական երաժշտություն։ Դե հիմա հաշվիր մինչև 3-ը եւ այդ երաժշտությունը կմիանա։ Մոցարելան ենք տեղավորում։ Չես հաշվում Միկա։ Գնաց 1 2 3 Հիանալի առավոտ է։ Ես վստահեցնում եմ, սիրելի հեռուստադիտողներ, եթե ձեր տանը որոշեք ինչ-որ մի օր նախաճաշին համատեղ պատրաստել այս արագ պատրաստվող պիցան, ողջ օրվա, ել չեմ ասում շաբաթվա տրամադրությունը դրական, գուցե ապահովված լինի, կարելի է փորձել։ Եվ հիմա ավելացրեցինք pesto թանձրուկը։ Միկան ասում է, որ շատ է սիրում։ Շատ համեղ է եւ շատ օգտակար։ Այո։ Այո, իհարկե։ Ահա։ Եվ մեզ կմնա ավելացնել պարմեզան պանիր։ Ինձ հետաքրքիր է, օրինակ հիմա տակի լոշիկը, որը ամենաներքևի հատվածում է, չի կարմրի եւ սևանա այսքան երկար մնալով թավայի վրա։ Մի փոքր եթե դանդաղ անենք նախապես, չի կարմրի, բայց այսպես թողնում ենք։ Չես խանգարում։ Հասկացա։ Ինչ ես խանգարում։ Չլսեցի։ Ինչ ես խանգարում։ Չեմ խանգարում, հարց ու փորձ եմ անում, ուղղակի քանի աշխատում եք։ Թող աշխատանք բերի։ Լավ, ներողություն, այլևս չեմ Մի խանգարում։ փոքր ծածկում ենք։ Ինձ արգելում են Չնայած մանեն խոսել, կարող հեռուստադիտողներ։ Մանեն ամեն ինչ կարող է անել։ Եվ հիմա հավաքենք այստեղ։ Մեզ բազիլիկը դեռ պետք կգա։ Դու ասա օգնականը ամեն ինչ կանի։ Դնենք մի կողմ։ Սպասում ենք ընդամենը մի քանի րոպե եւ պատրաստ է լինում ու կավելացնենք մի քանի թարմ բազիլիկ, իհարկե, բնականաբար։ Առանց դրա անհնար է։ Դնում ենք այստեղ։ Դու ճիշտ ես, Միք, երաժշտությունը շատ բան է փոխում։ Տրամադրություն է փոխում։ Բայց երբ համապատասխան է, այս դեպքում եւ արվեստը եւ խոհանոցը միաձուլվում են ու կարծում եմ ձեր պիցան անմահական է լինելու։ Ես վստահ եմ։ Հիմա մենք վերցնենք մի։ Ես էլ եմ ոնց որ թե շեֆին խանգարում անընդհատ։ Հասկացա։ Գալիս եմ գրում։ Դու կարող ես այդտեղ։ Ես հիմա խելոք կանգնացեմ այստեղ։ Մի քանի կապար մենք չավելացրեցինք այստեղ։ Ինչ չավելացրինք։ Կապար։ Կապար։ Օգտագործում ես ընդհանրապես։ Կարելի ասել ոչ։ Կարելի ասել ոչ, ցավոք սրտի։ Հիմա շատ հետաքրքիր է եւ աղցաններում եւ ուտեսներում շատ հետաքրքիր համ է հաղորդում եւ սկսել են շատ հաճախ օգտագործել եւ այս պիցայի համար էլ օգտագործեցի եւ շատ հավանեցի։ Հիմա Հետաքրքիր համու բույր է տալիս, նաեւ Այո։ ճիշտ նշեցիր աղցաններին, երբ 1-2 հատիկն անգամ փորձում ենք մանրացնել եւ աղցանի մեջ խառնել, շատ յուրահատուկ համ է փոխանցում։ Դե հիմա կարծում եմ չենք սպասի շատ մինչև մեր պիցան հալվի։ Մենք անհամբեր ենք, Այո, մեր որովհետեւ հեռուստադիտողները սա կարող են պատրաստել ընդամենը մի քանի րոպեում։ Այսպես դե պարտադիր պետք է ունենանք նաև այսպես բազիլիկ դրված։ Գեղեցիկ, համեղ շատ սիրուն է։ շատ։ եւ Ես հերվից եմ հետևում, ես շատ գեղեցիկ եմ։ պիցա։ Հիմա ջեռոցում ես շատ քիչ եմ պատրաստում, հիմնականում հենց այսպես 6 Թավայի կետոնի մեջ։ շատ արագ եղավ։ թավայի վրա ենք պատրաստում։ Իհարկե հիմա շատ չսպասեցինք, որպեսզի եթերաժամը չսպառվի, բայց վստահ եմ մեր հեռուստադիտողները կպատրաստեն նաև պիցա կապրեզեն։ Շնորհակալություն։ Իսկ ինչ անենք, չկտրատենք իրան սիրուն, թե թող այսպես էլ Մինչև կտրատելը, Ահա։ ես կարծում եմ լավ կլինի հիմա մի անակնկալ Ապա մատուցեն ձեզ։ Միկան այստեղ արդեն եկավ տեսավ, իհարկե ինչ եմ թաքցրել։ Բայց Ես տեսա ասեմ, ուղղակի որ
Քանի որ շատ հաճախ ճիշտ է հիմա իտալականին միացնում ենք հայկական դրամատրություն։ Ինչ ես կարծում, ինչ է սա։ Գաթան դե պարս։ Գաթան հայկական գաթա է։ Այստեղ ինչ է։ Ես կդժվարանամ։ Գիտի չեմ ուզում սխալվել, ավելավա դու։ Ես հերո եմ լավ չեմ տեսնում։ Հալվա։ Եվ ասամանը։ Ես հերո եմ լավ չեմ տեսնում։ Չգիտեմ։ Փոխինձով եւ հալվա պատրաստել են մենք նկարահանումների էին գնացել եւ հաճախ ենք հիմա գյուղեր գնում նկարահանում եւ Աբովյան գյուղից Տիկին Գոհարը այսպիսի հետաքրքիր տնական հալվա է պատրաստել փոխինձ ու հյուրասիրել է Առավոտ լուսոյի թիմին։ Դրա համար դատարկաձեռն չեմ այսօր եւ անչափ շնորհակալ ենք թե քեզ, որ բերել հասցրել ես մինչեւ տաղավար եւ պահպանել ես, որովհետեւ Տիկին Գոհարը վստահաբար շատ համեղ պատրաստել է, ինչի համար շնորհակալ ենք անչափ։ Եվ հիմա ժամանակն է համտեսելու։ Ահա, սկզբում պիցան կհամտեսենք, հետո էլ սուրճի հետ։ հետո սուրճի հետ գաթան։ Գաթան, Բայց ես առաջարկում եմ ինչ համտեսը, նաև մեր հեռուստադիտողներին առաջարկենք այս բաղադրատոմսով օրվա ընթացքում կապ չունի որ ժամին պատրաստեն պիցան, իսկ մենք լսենք երաժշտություն, ինչ կարծիքի եք։ Լսեցինք։ Բայց կարող ենք նաև տեսանյութից հետո լսել։ Ինչպես առաջարկեք։ Դիտենք տեսանյութ, որովհետև սիրելի գործընկերներ, ինչպես արդեն նշեցիր, Անուշ, մեր գործընկեր Անուշը շատ հաճախ գնում է գյուղեր եւ բացահայտում է ոչ միայն մարդկանց, ավանդույթները եւ գեղեցիկ պատմությունները մեզ բերում, այլ նաև հետաքրքրվում է հայկական խոհանոցի արմատներով։ Այո, եւ հիմա մենք Աղավնաձոր գյուղում պատրաստել ենք մի տեսանյութ, որտեղ պատրաստում ենք հորած պանիր։ Եվ հիմա ավանդական, այո, խոհանոցը շատ լավ է, որ մարդիկ պահպանում են եւ գյուղերում դա ակնհայտ է, իհարկե շատ այդ ավանդույթները մնացել են եւ հիմա հորած պանիրը մենք ցույց կտանք, թե ինչպես ենք պատրաստում եւ տեղավորում են թոնրի մոխրի մեջ ու պահում են ամբողջ ծմեր։ Ես շատ եմ սիրում։ Պետք է շատ ու շադիր հետևել ողջ տեսանյութին, եթե դուք էլ ուզում եք եւ ունեք հնարավորություն տանը պատրաստելու, ապա հետևեք տեսանյութին, մենք էլ տեսնենք ինչ համեղ բաներ է բերել Անուշը։ Դիտենք տեսանյութն ու վերադառնանք։